Հանրայինի եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրատվամիջոցներին։ Քուվեյթը կոժանդակի Հայաստանում ապաստանած սիրիահայերին, արտգործնախարար Նալբանդյանի հանդիպումները Քուվեյթի պետությունում։ Հետհաշվարկը մեկնարկել է 48 ժամից կազդարարվի ամենահայկական հեռուստամարաթոնի հոբելյանական 15-րդ շրջանը, խոստացված գումարները կուղվեն Արցախին ու պատերազմից տուժած սիրիահայերին։ Եթե առաջիկա 2 օրերի ընթացքում Համասը շարունակի ռմբակոծել Իսրայելի տարածքը, ապա բանակը կներխուժի Գազայի հատված, Իսրայելն ու Պաղեստինը պատերազմի շեմին։ Վրաստանում կա 180 քաղբանտարկյալ, հրապարակվել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը։ Ինչպիսին է ժողովրդագրական պատկերը Հայաստանում, որքան է հայաստանցու միջին տարիքը եւ ինչպես է պետությունը պատրաստվում խրախուսել աճող ընտանիքներին։ Ռոմեո եւ Ջուլիետի տխուր պատմության երջանիկ ավարտը, Սան Ֆրանցիսկոյի հռչակավոր բալետային խմբի մենակատարները հայ ազգի ամուսինները։ Եվ այսպես անսպասելի կորուստ հայ ժողովրդական երգարվեստի բոլոր սիրահարների համար 55 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Երգչուհին մահացել է Լոս Անջելեսում լեղապարկի վիրահատությանը հաջորդած բարդություններից հետո։ Ստեղծագործական շուրջ 40 տարիների ընթացքում Ֆլորա Մարտիրոսյանը հասցրել է ոչ միայն իր սրտառուչ ձայնով, հայկական մեղեդայնությամբ ու պրոֆեսիոնալ կատարումներով դյութել հանդիսատեսին ու իր երգարվեստի սիրահարներին, այլ նաև հայրենիքից հազարավոր մղոններ հեռու Միացյալ Նահանգներում ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հայ երգի դրոշի տակ համախմբել համաշխարհային ճանաչված արտիստների։ Ֆլորա Մարտիրոսյանի սիրելի երգչուհու կերպարը մեզնում նորովի բացահայտվեց, երբ ամերիկյան կոնգրեսի ստորին պալատում հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին 106-րդ բանաձևի ընդունման գործընթացին ակտիվ կերպով միացան ոչ միայն հոլիվուդյան աստղերն, այլև Միացյալ Նահանգների երաժշտական աշխարհի ամենահզոր ձայները, օրեցօր մեծ հասարակական ընջեղություն հաղորդելով 1915 թվականի ոճերի ճանաչման անհրաժեշտությանը։ Սկզբում իր հայ բարեկամին միացավ հայտնի դերասան Մայքլ Սթոունը։ Նրանց համատեղ նախագիծը նվիրված 106-րդ բանաձևին չափազանց ազդեցիկ էր ոչ միայն Լոս Անջելեսի հայերի համար, այլև շատ արագ ու լայն արձագանք գտավ նաև ամերիկյան շրջանակներում վերածվելով ցեղասպանության ճանաչման հզոր մշակութային քարոզչական ակցիայի։ Հենց այս նախաձեռնությունից հետո ավելի ուշ ծնվեց այլևս երբեք նախագիծը, որում իրենց ձայնն ընդդեմ ցեղասպանության միավորեցին ամերիկյան այնպիսի մեգա աստղեր, ինչպիսիք են Սթիվի Վանդերը, Չակա Խանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը, Մալինա Մոյը եւ ուրիշներ։ Ոգեշնչված հայտնի Գիբսոն սրահում տեղի ունեցած Ամերիկայի նախագծից Ֆլորա Մարտիրոսյանի ղեկավարած Artists for Peace կազմակերպությունը հայտարարեց մինչև 2015 թվականը ծրագրված համերգաշարի մասին, որը հայկական մեծ ողբերգության ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ոճերի դատապարտման գործընթացում ներգրավելու էր աշխարհի ամենաստեղծագործ ու հեղինակավոր անունները։ Նրանցից շատերը խոստովանում էին, որ հայերի տաղանդաշատ ու ստեղծագործող կերպարին առաջին անգամ ծանոթացել են Ֆլորա Մարտիրոսյանի, Դլեյամանի եւ Քելելաուի անզուգական կատարումների շնորհիվ ու նրա միջոցով են միացել պատմական արդարության ու մարդկային խղճի հաղթանակի գործընթացին։ Ցավոք երգչուհին չհասցրեց ավարտել իր նախագիծը ու հիմա նրա շռայլ տաղանդի հետ միասին իշխելու է նաեւ ցեղասպանության դատապարտմանն ու կանխմանը նվիրված ու հանուն խաղաղության ամենաազդեցիկ մշակութային նախագծերից մեկը, որը նրա հոգու եւ կյանքի գործ է։ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ։ Հեռագրում մասնավորապես ասված է. Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին։ Ինձ համար նաև մեր երգարվեստի համար սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է։ Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական։ Նրա հավաքած դահլիճները հայրենիքում եւ Սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի եւ հայ արվեստագետ։
Խորհուրդ ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մերձավորներին եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին։ Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Քուվեյթի էմիր Շեյխ Սուբահ Ալ-Ահմեդ Էլ-Ջաբեր Ալ-Սուբահը։ Էդվարդ Նալբանդյանի երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանության դրսևորած ջերմ եւ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաեւ Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում աջակցության համար։ Քուվեյթյան զարգացման հիմնադրամների ծրագրերը Հայաստանում իրականացնելու վերաբերյալ հարցերը նախարար Նալբանդյանը քննարկել է Քուվեյթի ֆինանսների նախարարի հետ։ Հայաստան-Սփյուռք կապերի խորացման անհրաժեշտության մասին էլ խոսվել է Քուվեյթի հայ համայնքի հետ հանդիպմանը։ Քուվեյթի վարչապետի հետ արտգործնախարարը քննարկել է երկկողմ առևտրատնտեսական գործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը գործարար համաժողով կազմակերպելու հնարավորությունը։ Պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին Նալբանդյանը մտահոգություն հայտնել նաև Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Քուվեյթի արտգործնախարարը տեղեկացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանության որոշման մասին։ Երկու օրից հրեշտակների քաղաքում կմեկնարկի ամենահայկական հեռուստամարաթոնը, այն այս տարի հոբելյանական է 15-րդը։ Հեռուստամարաթոնի այս տարվա հատկացումների օրակարգը մի փոքր փոփոխություն է կրել։ Հայաստանի սահմանամերձ գյուղերին ու Արցախին հատկացվող գումարներից բաժին կհանվի նաև պատերազմական ծանր օրեր ապրող մեր սիրիահայ հայրենակիցներին։ Իսկ մինչև ավանդական հեռուստամարաթոնի մեկնարկը Հայաստան համայնքական հիմնադրամի պատասխանատուներն ու նվիրատուները ամփոփում են արդեն կատարած աշխատանքը եւ քննարկում ապագայի ծրագրերը։ Լոս Անջելեսից պատմում է Լիլիթ Սետրակյանը։ Հայաստան համայնքական հիմնադրամի համար տարին հոբելյանական է, լրանում է հիմնադրամի 20 եւ հեռուստամարաթոնի 15-ամյակը։ Արդեն ավանդաբար հեռուստամարաթոնը կայանում է ամերիկյան գոհաբանության տոնի օրը այս տարի նոյեմբերի 22-ին։ Մինչև այդ մի սեղանի շուրջ են հավաքվել հիմնադրամի պատասխանատուներն ու նվիրատուները անցած տարվա արած գործի եւ առաջիկա անելիքների մասին խոսելու համար։ 476 կիլոմետր ճանապարհ, 281 կիլոմետր ջրատար, 144 կիլոմետր գազատար, 230 դպրոց ու մանկապարտեզ, 40 հիվանդանոց, 424 բնակարան, 24 մշակութային կենտրոն ու մարզասրահ։ Սա Հայաստան համայնքական հիմնադրամի 20 տարվա ընթացքում իրագործած ծրագրերի դեռ ամբողջ ցանկը չէ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում եւ Արցախում իրականացվել է մարդասիրական եւ ենթակառուցվածքային ավելի քան 1000 ծրագիր, որոնց համար հիմնադրամը ծախսել է համահայկական դրամահավաքից գոյացած $250 միլիոն։ Այդ ամենի մասին առավել մանրամասն հիմնադրամը հաշվետվություն կտա հեռուստամարաթոնի ընթացքում։ Փորձենք մի փոքր էքսկուրս կատարել դեպի նախորդ տարիները, տեսնելու թե այն ծրագրերը, որոնք իրականացվել են 20 տարիների ընթացքում, ինչ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանում եւ Արցախում։ Միացյալ Նահանգների արևմտյան ափում դրամահավաքն այս տարի սկսել է նախքան հեռուստամարաթոնը։ Կամավորները նամակներ են ուղարկել բարերարներին հանգանակությունը շուտ սկսելու խնդրանքով։ Արդեն կան առաջին նվիրատվությունները։ Ամերիկայում այս ափում դրամահավաքը սկսվել է, քանի որ մի քանի օր առաջ արդեն սկսվել էր հեռախոսամարաթոնը, սա նորություն էր այս ափի համար եւ համոզված ենք, որ այս փորձը շատ լավ կանդրադառնա նաեւ դրամահավաքի վրա այստեղ։ Հեռուստամարաթոնին մասնակցելու համար Լոս Անջելեսում է Արցախի պատվիրակությունը ազգային ժողովի նախագահ Աշոտ Խուլյանի գլխավորությամբ։ Նա հույս հայտնեց, որ նախորդների պես այս տարի հանգանակված գումարն էլ արդյունավետ կծախսվի սիրիահայերի աջակցության եւ Հայաստանի ու Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցման համար։ Այսօր Արցախյան գյուղը կարիք ունի ոչ միայն համայնքային կենտրոնների, բայց թերևս ընտրվել է հասարակական միասնության գաղափարը, որտեղ մարդիկ կարող են իրար հետ շփվել, որտեղ երիտասարդները կարող են նաև առնչվել նոր տեխնոլոգիաներին եւ բնականաբար այս ամեն ինչը հաշվի առնելով փորձել ենք մեկ տանիքի տակ հավաքել բոլոր այն հանրային նշանակության օբյեկտները, որոնք այսօր ժամանակակից գյուղին պետք են։ Այս տարի մենք ուրեմն երկու խնդիր ունենք։ Մեկը դա որ տագնապի մեջ է սիրիահայությունը, մենք պիտի օգնության հասնենք։ Երկրորդն էլ Արցախում գյուղական համայնքներում մենք պիտի կենտրոններ ստեղծենք, նախ մի տեսակ ասենք ակումբ, համակարգչային կենտրոն, բուժկետ, որպեսզի գյուղացին ինքը իրեն լավ զգա, իր տանը, իր բնորանի մեջ, չկամենա քաղաք տեղափոխվել։ Մենք այդ պայմանները պիտի բերենք գյուղ, եւ դա խիստ կարեւոր է։ Գյուղը փրկելու, ամառացնելու, զորացնելու համար։ Պատերազմական գոտում գտնվող սիրիահայերին օգնելու եւ գյուղերում համայնքային կենտրոններ կառուցելու ծրագիրը բարերարները համարում են ամեն հայի գործը, թեկուզ նվազագույն մասնակցությամբ։ Ոչինչ նույնիսկ $1 կամ €1 կամ
100 դրամով կարևոր չէ։ Ամեն մեկը եթե մասնակցի, մենք պիտի կարողանանք հաջողացնել մեր բոլոր աշխատանքները, լա ճուրե, լա դպրոցը, լա տնտեսությունը Ղարաբաղի մեջ եւ Հայաստանի մեջ։ Կանավան որ հիմա որ ազատ անկախ Հայաստան ունենք, հիմա ժամանակն է, խոսելը երիկա, հիմա ժամանակը իրար է, ծերծը տան, կարողանանք մեր հայրենիքը սարքենք եւ of course Ղարաբաղը մատ ամենակարևոր կետերից է մեր համար, պետք է այնտեղ concentrate անենք, որտեղ Ղարաբաղը չէ պետք է ձեռից տանք։ Հեռուստամարաթոնը կհեռարձակվի ամերիկյան KCET ստուդիայից Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում Արբանյակի միջոցով ամբողջ աշխարհում։ Հեռարձակմանը կարելի է հետևել նաև համացանցի միջոցով, նաև այս տարի առաջին անգամ պլանշետով եւ սմարթֆոնով։ Լիլիթ Սեթրակյան, Էդուարդ Բադունց, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Հայ գործարարներն աշխատում են չեխական կապիտալն ու հայտնի բրենդագիր ընկերություններին բերել Հայաստան։ Երկկողմ տնտեսական կապերն ակտիվ են, սակայն առևտրաշրջանառության ծավալները աճելու տեղ ունեն։ Պրահայից Երևանը ներմուծում է հիմնականում էլեկտրաշինարարության արտադրատեսականի։ Փոխգործակցության ակտիվացման հարցերը հայ եւ չեխ գործարարներն այսօր քննարկել են Երևանյան համաժողովում։ Չեխական պատվիրակությունը բավական ներկայացուցչական է, փոխարտգործնախարարի գլխավորությամբ։ Չեխական ապակյա սպասքից բացի հայ գնորդին շուտով հասանելի կլինեն նաև չեխական Սվարովսկի զարդերը։ Չեխ գործարարն իր հետ վերցրել է ընկերության արտադրանքից որոշ նմուշներ միայն, որոնք ձեռքի ճամպրուկում թույլատրվել է օդանավ նստել։ Մեր տեքստիլ արդյունաբերության արտադրանքն են բրդից, քաշմիրից տաք ծածկոցներ բարձր։ Բարձի երեսներն են սպիտակ շամպայնի գույնի մանուշակագույն։ Ձևավորել ենք Սվարովսկու քարերով։ Արտադրում ենք Եվրոպայում, քիչ ծավալով Մոսկվայում։ Հնարավոր է նաև Երևանում սկսենք։ Հայաստանում գործում է չեխական կապիտալով 20 ընկերություն։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 26 միլիոն դոլար։ Հայ եւ չեխ գործարաններ դրողներն այժմ փնտրում են փոխգործակցության նոր ուղիներ։ Ինչպես կարող ենք Չեխիայի միջոցով նայել մեր ապրանքները ներկայացնել եվրոպական շուկայում եւ փորձում ենք նաեւ չեխ ընկերություններին, չեխական ընկերություններին բերել Հայաստան հետագայում ԱՊ երկրներ մուտք գործելու համար։ Չեխիայից Հայաստան են ներմուծվել միջուկային ռեակտորներ, կաթսաներ, մեխանիկական, էլեկտրական սարքեր, մեքենաներ, ապակյա իրեր, արտահանվել սև մետաղ է, ալյումինե իրեր։ Արտահանումը կազմել է 1.9 միլիոն դոլար։ Ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ներուժ երկու կողմն էլ տեսնում է։ Չպետք է բավարարվենք եղածով, պետք է ապահովենք կայուն ու երկարաժամկետ տնտեսական գործակցություն։ Եվրամիությանը վերջերս անդամակցած Չեխիայի հետ առևտրատնտեսական գործակցությունը Հայաստանը կարևորում է։ Չեխիան բարեփոխումների մեծ փորձ ունի, ինչը կարող է տնտեսական կապերի ակտիվացման լրացուցիչ ազդակ լինել։ Ամենը ուղղված է նրան, որպեսզի մենք մեր երկրում կարողանանք ունենալ այն անհրաժեշտ չափանիշները, որոնք Եվրամիության չափանիշներին համապատասխանող են եւ որոնք նպաստում են տնտեսական, առևտրային դերակատարների արդյունավետ աշխատանքին։ Հայաստանյան համաժողովի չեխ մասնակիցները ժամանել են Պրահա-Երևան չվերթով։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաեւ չեխական ավիաուղիների առկայությունը։ Չեխիան Հայաստանի համար նաեւ տարանցիկ երկիր է։ Առևտրով ենք զբաղվում։ Ներմուծում ենք մետալուրգիական հումքեր եւ մատակարարում ենք Եվրոպայի մետալուրգիական գործարաններ։ Համաժողովը նախանշում է նաև հայ-չեխական առողջապահական գործակցության սկիզբը։ Առաջարկված բուժման նոր մեթոդը կկիրառվի ոչ միայն արյունաբանության, այլև սրտաբանության, նյարդաբանության, վնասվածքաբանության, ատամնաբուժության ոլորտներում։ Չեխ գործընկերները մեզ առաջարկում են բջջային նոր տեխնոլոգիաներ, դա իրանից ներկայացնում է ինչպես ցողունային բջիջներ, այնպես էլ մարդու հյուսվածքներից անջատված տարբեր տեսակի բջջային կոմպլեքսներ, որոնք կարող են դիտարկվել որպես բուժական նոր մեթոդներ։ Նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան հնարավորություն է ծանոթանալ ծանր հիվանդությունների չեխական բուժման մեթոդներին, այն նաև եւս մեկ ճանապարհ է դեպի եվրոպական բժշկություն։ Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Տարեգրություն, պատմություն եւ հայկական բանակ այս ամենը միահյուսված են Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հեղինակած հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը աշխատությունում։ Գրքում ժամանակագրական ընթացքով ներկայացված Արցախյան ազատամարտի համառոտ պատմություն եւ կանոնավոր բանակի ստեղծման ուղին։ Ըստ էության սա առաջին հրատարակությունն է, որը նվիրված է հայկական բանակի զարգացման այժմյան փուլին, որում նաև ներառված են զորամիավորումների, զորատեսակների, ստորաբաժանումների, հայոց բանակի կայացման գործում մեծ ավանդ ունեցած զորականների լուսանկարները։ Գրքի մասին խոսելիս շատ պատմաբաններ ափսոսանքով են նշում, որ հայոց պատմության տարբեր խութեր ժամանակին ցավոք գրի չեն առնվելու։ Հիմա բազմաթիվ պատմական իրադարձություններ մինչև օրս սերունդների համար անհայտ են մնացել, կամ լավագույն դեպքում սերունդներին են հասել պատմության պատառիկներ։ Մինչդեռ Սերյան Օհանյանի մարտական զենքերից մեկն էլ եղել է նաև գրիչը։
Ամեն անգամ, երբ ես գնում եմ Ղարաբաղ եւ Սիրան Օհանյան այնտեղ եղել է պաշտպանության նախարար, առանց բացառության այցելում էի իրեն եւ ամեն անգամ սեղանին տեսնում էի գրառումներ։ Սեղանին տեսնում էի պստլիկ բրոշուրաներ եւ ծանոթացա ոնց է զարմացած ինչպիսի գրիչ ունի Սերան Օհանյանը։ Անպայման անհրաժեշտ էր, որ այդ աշխատանքը, այդ բանակի ստեղծումը եւ նրա ուրեմն պատմությունը, հաղթանակների շարանը, թե դրանք ինչպես են ձեռք բերվել, գրվել մասնագետի կողմից բանակի ներսից։ Այս գիրքը մեր մասին է, մեր բանակի մասին է, որովհետեւ մենք բոլորս մասնակցություն ենք ունեցել հայկական բանակի ձևավորմանը եւ իզուր չէ որ մեր բանակը որպես ազգային բանակ առանձնանում է այլ բանակներից որպես ժողովրդական բանակ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ գրքում գրված է դա նաեւ նշվել է մի քանի ելույթների ժամանակ այն պետք է պատրաստ լինի համաժողովրդական բանակի վերածվելու եւ նաեւ այդ բանակի միջոցով մենք կարող ենք համահայկական հակապատերազմ իրականացնել մեր երկրի առաջընթացը, մեր երկրի զարգացումը հետագայում ապահովելու համար։ Ինչ է կատարվում աշխարհում եւ տարածաշրջանում Թել Ավիվն արդեն հայտարարել է, որ եթե Պաղեստինյան Գազայի հատվածի Համասյան իշխանությունը չդադարեցնի իսրայելական քաղաքների ռմբակոծումը, ապա բանակը կդիմի ակտիվ գործողությունների։ Հակամարտող երկու կողմերի վերջնագրային պահանջների մեղմացման գործին է լծվել Եգիպտոսը։ Եվ մինչ Կահիրեն միջնորդում է օրըստօրե ագնացող հակամարտության կարգավորմանը, պաղեստինցիների հոսքը դեպի Եգիպտոսի հետ Ռաֆահի սահմանադուռ ավելանում է։ Մարդիկ պարզապես պահանջում են վերջ տալ շրջափակմանը, ունենալ անվտանգություն եւ էլեկտրաէներգիա։ Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերը պատրաստվում են պատերազմի, իսրայելցիները հարձակման, պաղեստինցիները պաշտպանության։ 7-օրյա հակամարտության ժամանակ իսրայելական օդուժը 1000-ից ավելի հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածի վրա, ինչի հետևանքով զոհվել է 100 պաղեստինցի, այդ թվում 24 երեխա եւ 10 կին։ Վիրավորվել է մոտ 900 մարդ։ Իսրայելական կողմն ունի 3 զոհ եւ 60-ից ավելի վիրավոր։ Թել Ավիվը 36-ժամյա վերջնագիր է ներկայացրել Համաս կազմակերպությանը, որով պահանջում է դադարեցնել իսրայելական բնակավայրերի հրթիռակոծությունն ու պաղեստինցիներին զինելը։ Հակառակ դեպքում իսրայելական բանակը կսկսի ցամաքային հարձակումը։ Համասն էլ իր հերթին Իսրայելից պահանջում է Գազայի հատվածի ապաշրջապակում, կազմակերպության ղեկավարների անվտանգության ապահովում։ Թել Ավիվը հույս ունի, որ Կահիրեում ընթացող բանակցությունները դրական ազդեցություն կունենան հակամարտության ընթացքի վրա։ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին, որը ստանձնել է Պաղեստինա-իսրայելական բանակցությունների միջնորդ կողմի պատասխանատվությունը, վստահ է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունները կավարտվեն այսօր առանց փոխզիջումների ու կապիտուլյացիայի։ Հաշտությունն իրականացվելու է երկու փուլով։ Առաջինում հրադադար է հաստատվելու, դադարեցվելու է պաղեստինցի խմբավորումների ղեկավարների վերացումը։ Եթե 24 ժամվա ընթացքում պայմանավորվածությունը ուժի մեջ մնա, ապա իսրայելական կողմը վերացնում է Գազայի շրջափակումը, պաղեստինցիներն էլ չեն հարձակվում իսրայելցի զինծառայողների վրա։ Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քննարկվում է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Առայժմ որոշվում է Արաբական երկրների լիգայի ներկայացրած բանաձևի ճակատագիրը։ Եթե այն չընդունվի, ապա չորեքշաբթի կքննարկվի հակամարտության կարգավորման Ռուսաստանի ներկայացրած տարբերակը, որն ավելի մեղմ է, չի քննադատում կողմերից ոչ մեկին եւ կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նման կոչով հակամարտող կողմերին էին նախորդ օրը դիմել Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելյան հավաքի ժամանակ։ Ենթադրվում է, որ եթե չընդունվի արաբական փաստաթուղթը, ապա ռուսականն առավել եւս չի ընդունվի, որովհետև ամերիկյան կողմի համար անընդունելի է, երբ չի դատապարտվում իսրայելական բնակավայրերի հրթիռակոծությունը։ Ամերիկացիները խափանել են նաև հակամարտության վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ընդունելուն, պատճառաբանելով, որ այն կարող է խանգարել խաղաղության եգիպտոսյան առաքելությանը։ Կահիրեում սպասում է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի այցին։ Մարիամ Մխիթարյան, Առաջին լրատվական։ Նիկոլա Սարկոզիի ընդդիմադիր հանուն ժողովրդական շարժման կուսակցությունը նոր ղեկավար ունի՝ Ժան-Ֆրանսուଆ Կոպեն։ Լեհաստանում կանխվել է խորհրդարանի խոսնակի նկատմամբ ահաբեկության փորձ, այս եւ Սիրիայում ու Հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ամփոփագիրը Մարիամ Մխիթարյանի տեսանյութում։
Վրաստանում ներքաղաքական իրադրությունը մնում է լարված։ Թբիլիսի օդանավակայանում ձերբակալվել է Սաակաշվիլի իշխանության ժամանակ ընդդիմադիր համարվող պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին եւ ուղարկվել Գլդանի բան։ Նախկին նախարարի դեմ ներկայացվել են պաշտոնական իրավասությունների չարաշահման, կաշառք վերցնելու աշխատանքային անփութություն ցուցաբերելու մեղադրանքներ։ Իսկ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի նախկին ղեկավար Գեորգի Կալանդաձեին ներկայացվել է նոր մեղադրանք։ Միաժամանակ Հանրապետության խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ Վրաստանում 180 քաղ բանտարկյալ կա։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կանչել են Բորդո քաղաքի դատարան։ Սարկոզին մեղադրվում է 2007 թվականին իր ընտրապայքարի անօրինական ֆինանսավորման հարցով։ Մեղադրող կողմը ցանկանում է պարզել, արդյոք Սարկոզին Լորեալի ժառանգորդուհուց ֆինանսական օգնություն է ստացել։ Միաժամանակ ավարտվել է հանուն ժողովրդական շարժման կուսակցության ղեկավարի ընտրությունը։ Ձայների չնչին տարբերությամբ հաղթել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմնակիցը Ժան-Ֆրանսուଆ Կոպե։ Նա մասնակցելու է 2017 թվականի նախագահական ընտրություններին։ Աջ կենտրոնամետ կուսակցությունը բաժանված է երկու թևի։ Ավելի աջակողմյան հայացքների պաշտպանը Ֆրանսուଆ Կոպեն է, իսկ նրա հակառակորդը Ֆրանսուଆ Ֆիոն համարվում է ավելի հավասարակշռված կենտրոնամետ ուժերի առաջնորդը։ Կուսակցության ղեկավարությունը կոչ է արել նրանց վերջ դնել միմյանց վրա հրապարակային հարձակումներին եւ չվտանգել կուսակցության հեղինակությունը։ Թեհրանում ավարտվել է Սիրիական ազգային երկխոսության կոնֆերանսը, մասնակիցները հաստատել են, որ անընդունելի են համարում արտաքին միջամտությունը Սիրիայի ներքին խնդիրներին։ Նախատեսված է ամբողջ ջանքերն ուղղել հակասիրիական երկխոսություն կազմակերպելուն ու ազգային հաշտությանը, որոշվել է հաջորդ հավաքն անցկացնել Դամասկոսում։ Միաժամանակ Եվրամիությունը Սիրիական ընդդիմության ձևավորած ազգային կոալիցիան ընդունել է որպես Սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ։ Նման հայտարարությամբ հանդես են եկել նաև Պարսից ծոցի պետությունները, Արաբական երկրների լիգան եւ Թուրքիան, սակայն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չեն ճանաչել այդ կազմակերպության օրինականությունը։ Լեհաստանի իրավապահներին հաջողվել է կանխել խոշոր ահաբեկություն։ Կրակովի քաղաքացին ցանկացել է պայթեցնել խորհրդարանի շենքը Վարշավայում եւ սպանել երկրի ղեկավարներին, նախագահին ու վարչապետին։ Հետաքննությունից պարզվել է, որ ահաբեկիչը, որին արդեն կոչում են լեհական Բրեյվիկ, ծրագրել էր պայթուցիկ սարքով մեքենան պայթեցնել խորհրդարանի նիստերի դահլիճի մոտ եւ Լեհաստանին զրկել իշխող էլիտայից։ Մեղադրյալ կողմի վկայությամբ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի աշխատակիցն այնքան է տարված եղել այդ գաղափարով, որ պատրաստ է եղել դառնալ մահապարտ։ Նա խոստովանել է, որ աշխատել է համախոհների թիմով։ Վերջին տասնամյակում հայ երգի ու մշակույթի դեսպանն աշխարհում շարունակում է գերել օտար հանդիսատեսին։ Գոհար երաժշտախումբը իր բեմելը վերջերս կատարեց լատինամերիկյան տարածաշրջանում։ Հայրենիքից հեռու, բայց ամեն րոպե հայրենիքով ապրող Արգենտինայի, Ուրուգվայի ու Բրազիլիայի մեր հայրենակիցները բազմահազարանոց դահլիճներ են լցրել վայելելու հայ երգի գոհարները։ Ոսկերչական ճշգրտությամբ մեկնաբանված երգերին զուգահեռ դահլիճներում ծածանվել են մեր եռագույն ու կիլիկյան դրոշները։ Հատկանշական է, որ ուրուգվայյան համերգին մասնակցել են այդ երկրի նախագահն ու առաջին տիկինը։ Հայ երգի հրավառության հերոսների տպավորություններն ու ապրումները մեր տեսանյութում։ Հարավային Ամերիկայի 3 երկրներում Ուրուգվայում, Արգենտինայում եւ Բրազիլիայում գոհար երաժշտախմբի համերգներին հետևել են տասնյակ հազարավոր հայեր։ Բրազիլական Սան Պաուլո քաղաքում 3 օրերի ընթացքում գոհարի համերգներին ներկա բրազիլահայերը նշում էին, որ իրենք կարոտ էին հայ երգին եւ գոհարի միջոցով հագեցրին հայ մշակույթին հաղորդակից լինելու ծարավն ու ներարկվեցին հայ մնալու եւ ապագա սերունդներին հայեցի կրթելու ուժով։ Անգամ եւս գոհարը նվաճեց հերավոր ապեր այս բարակային Սան Պաուլո Բրազիլի մեջ։ Եվ մենք վստահ ենք, որ այս աշխուժությունը եւ այս գորովը, որ ժողովրդի մեջ անցավ, բինի մնա երկար դարիներ մանավանդ երիտասարդ սերունդին։ Բրազիլի մեջ առաջին անգամն է, որ այսքան գեղեցիկ, այսքան լավ պատրաստված խումբ մը կա եւ մեզի համար շատ կարեւոր է, որ ժողովուրդը քիչ մջանչնա հայկական երգը, հայկական բարը։ Այստեղ իրապես գտնվողներից մեջ շատերը կան, որ հայ լինելով հանդերձ լեզվի տկարություն ունեն, բայց հոգու կանչը, սրտի կանչը, արյունի կանչը նրանց բերել է այստեղ ներկա գտնվելու, մասնակցելու եւ վայելելու գոհարին։ Ինչպես ամեն օր Բուենոս Այրեսում եւս գոհարը հայ երգի եւ պատմական կիլիկիայի դրոշների միջոցով տարածեց հայ լինելու, մնալու եւ այդ վեհ գաղափարների համար պայքարելու միտքն ու ոգին։ Արգենտինայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր սրահներից մեկում Լունա պարկում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհահռչակ աստղեր եւ խմբեր, 3 օր հայկական ոգին էր տիրում։ Իսկ դահլիճում ներկա արգենտինացիները հնարավորություն են ունենում ոչ միայն բեմից հնչող երգերի միջոցով ծանոթանալ հայ մշակույթի գոհարներին, այլ նաև բեմում տեղադրված էկրանների միջոցով հետևել Հայաստանի գեղատեսիլ վայրերին։ Սա իսկապես բացառիկ երևույթ է Բուենոս Այրեսի համար, սա ոգևորիչ է, սա միասնական էներգիա ունի իր մեջ, սա
համապարփակ մոտեցում է մեր մշակույթը հասու դարձնելու ոչ միայն հայ ժողովրդի զավակներին, օտարապերում բնակվող, այլ նաև օտարերկրացիներին։ Գոհար երաժշտախումբը հիրավի դարձել է հայ երգի եւ մշակույթի դեսպանն աշխարհում եւ անցած 10 տարիներին ելույթներ ունեցել նաեւ Լիբանանում, Ռուսաստանում, Սիրիայում, Թուրքիայում, Կիպրոսում, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։ Գոհարի նպատակն է աշխարհասփյուր հայության շրջանում ամրացնել հայկական արմատներն ու փոխանցել հայ մշակույթը արտերկրում ապրող հայերի սերունդներին։ Գոհարը, որի հիմնադիրն ու մեկենասը լիբանանահայ Հարութ Խաչատուրյանն է, աշխարհով մեկ տարածում է հայ երգն ու այբենգիմը։ Գոհարը միշտ պիտի ձազանե գիլիգոտ ռոշագը, ուր մեր ծնողները գուկան եւ մեր բակմությունն է, միշտ պիտի քաչալերե եւ նիցուկ կենա այբենգիմին։ Գոհար երաժշտախումբը հայ երգի տոն ու հրավառություն պարգևեց նաեւ Մոնտեվիդեոյի հայությանը։ Ուրուգվայի հայ եւ օտարազգի հանդիսատեսը հիացած էր Գոհարի շքեղությամբ, կազմված 170 արվեստագետներով, այդ թվում 11 ներերքիչներով եւ 15 պարուհիներով։ Վստահաբար այսպիսի համերգներ, որ մեզի համար միշտ կհուսանք եւ կգարձենք, որ անկարելի է, որ մոդից տեսնանք, ասիկա մեզի գներ շնչե հայաբահբանում շարունակել։ Այս երկու համերգները, որ տեղի ունեցել են Ուրուգվայում, աննախադեպ են։ Դահլիճում ներկա հազարավոր հայերը ձայնակցում էին Գոհարի երգերին, իսկ բեմի եւ դահլիճի բաժանումը վերանում էր համերգների վերջում, երբ գրեթե ամբողջ դահլիճը ապարում էր հայրենասիրական եւ ազգային խրոխտ երգերի ներքո։ Զարուհի Ռշտունի, առաջին լրատվական։ Վաշինգտոնի կենտրոնական Ջոն Քենեդի անվան համերգասրահում 2 շաբաթ շարունակ ընթանում էին Սան Ֆրանցիսկոյի հռչակավոր պարախմբի հյուրախաղերը։ Սերգեյ Պրոկոֆևի Ռոմեո եւ Ջուլիետ բալետի թե Ռոմեոյի եւ թե Ջուլիետի դերակատարները մեր հայրենակիցներն են։ Ծնունդով Հայաստանից Դավիթը եւ ամերիկահայ Վանեսան դարձել են ամերիկյան բալետի նորահայտ աստղերը։ Բեմին ծնված Ռոմեոյի եւ Ջուլիետի սիրո թախծոտ պատմությունը նրանց համար ունեցել է երջանիկ շարունակություն։ Պատմում է Հայկ Արամ Նահապետյանը։ Ռոմեո եւ Ջուլիետ անմահ գործը ամերիկյան բալետի երկու հայ աստղերի համար առանձնակի մի նշանակություն ունի։ Սան Ֆրանցիսկոյի բալետի Վաշինգտոնյան հյուրախաղերին Դավիթ Կարապետյանը պարեց Ռոմեո, Վանեսա Զախորյանը Ջուլիետ։ Մայրաքաղաքում 2 շաբաթ հյուրախաղերով Սան Ֆրանցիսկոյի հռչակավոր բալետի թատրոնն էր, որի երկու կենտրոնական պարողները հայ ազգի ամուսիններն են։ Շատ ուրախալի էր այստեղ լինել իմ ընտանիքի եւ ընկերների հետ, համերգները շատ հաջող անցան։ Ես Վաշինգտոնում ժամանակին նաեւ Պարի դպրոց եմ հաճախել։ 2010-ին արդեն Սան Ֆրանցիսկոյում հենց Ռոմեո եւ Ջուլիետ համերգի ավարտին եւ ճիշտ բեմի վրա հազարավոր հանդիսականների առջև Դավիթ Կարապետյանը ամուսնական առաջարկ արեց թատրոնի հայ աստղ Վանեսա Զահորյանին։ Դավիթի ստեղծագործ այս մոտեցմանն անդրադարձավ New York Times-ը։ Դավիթն ինձ ամուսնական առաջարկ արեց բեմի վրա, աննկարագրելի անակնկալ էր, մտքովս անգամ չէր անցնի, որ նման բան կարող է պատահել, նույնիսկ խոսել չէի կարողանում, միայն հիշում եմ, որ ասում էի, այո, իհարկե, բոլորը ծափահարում էին մեզ, մենք ամուսնացանք Հայաստանում, ես սիրահարվեցի Հայաստանին, ես սիրեցի մարդկանց, մշակույթը, կենսակերպը։ Ծնունդով Երևանից Դավիթը եւ ամերիկահայ Վանեսան ամուսնացան Երևանում եւ կապը չեն կտրում հայրենիքի հետ։ Դավիթը նաեւ աշխատանքային ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված, այլ ծրագրերի թվում են խաչատրյանական անմահ բալետները վերադարձնել ամերիկյան բալետի խաղացանք։ Մտադրություններ կան, ճիշտն ասած մտադրություններ կան մեր օպերային թատրոնի հետ համերգներ parել շատ լավ կլինի։ Ամերիկյան բալետի հայ աստղերի նախաձեռնությամբ Ֆրեզնո քաղաքի թատրոնում տեղի ունեցավ հայկական երաժշտության համերգ։ Թատրոնի դեպ գրում է Վիլյամ Սարոյանի անունը։ Հայկ Արամ Նահապետյան, առաջին լրատվական, Վաշինգտոն։ 11 անչափահաս տուժած թրաֆիկինգի 8 դեպքից տվյալը միայն վերջին 4 տարիներին է գրանցվել Հայաստանում։ Տուժած երեխաների մեծ մասը Երևանից են, բոլորն էլ ունեցել են ծնողներ։ People in Need կամ կարիքավոր մարդիկ հայաստանյան կազմակերպության պատասխանատուն այսօր հայտարարել է նաև, որ իրենց գլխավոր նպատակը իրազեկման քաղաքականության տարածումն է, մասնագետների պատրաստումն ու որակավորման դասերի անցկացումը։ Ինչի արդյունքում այդ արատավոր երևույթի դեմ պայքարում կգրանցվեն նշանակալի արդյունքներ։ Ովքեր են հիմնականում դառնում թրաֆիկինգի զոհ եւ քրեական ինչ պատասխանատվության կենթարկվեն մարդկանց առևտրով եւ չարաշահումով զբաղվողները, պատմում է Սիրանուշ Մուրադյանը։ Եղել վաղտ, որ ձերը վաղպե, չրպել, եղել վաղտ ոտը վաղպե, այս
Փոփանից վերադարձած հայրը հաճախ է տարատեսակ բռնությունների ենթարկել 12-ամյա տղային, հայրն ասում է դաստիարակել եմ, արդյունք չի ունեցել, մեկ է իր գործն արել է, տղան էլ ասում է ստրուկի պես է ապրել, ռեժիմով ծեծից հետո ագրեսիվ դարձել։ Երկու գողություն անում է, բացի մի արդեն աշխատում հեռում եմ դες բաներից։ Գողությունից է։ Խանդմանքներից էլի։ Շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փախցնելը, թաքցնելը, տալը եւ ստանալը, նաեւ հարկադրանքի խաբեության, խոցելի վիճակն օգտագործելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, առևանգման միջոցով մարդուն սեռական շահագործման ենթարկելը, ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, օրգանները կորզելն ու հարկադիր աշխատանքը, թրաֆիքինգի միջազգային սահմանումն է սա։ Մեր օրենսգրքում ավելացված է նաեւ շահագործման վիճակի մեջ դնելը եւ պահելը։ Նկատի առնելով, որ թրաֆիքինգը ծանրագույն հանցագործություն է, քրեական օրենսգիրքը ավելի է խստացրել այն դատապարտող դրույթը։ Սպիտակ ստրկություն անվանումով այս երևույթի հաստատման դեպքում նախկին 5-ից 10 տարվա փոխարեն այսօր քրեական օրենսգիրքը նախատեսում է 7-ից 12 տարվա ազատազրկում, գույքի բռնագանձումով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքով եւ այլն։ Հոգեբանների դեպ ասում են, թե թրաֆիկյորների հոգեբանական տեսակները առանձին տեսակի մարդկանց են կարողանում զոհ դարձնել։ Ամեն թրաֆիկյոր չի կարող զոհ դարձնել ամեն մարդու եւ որպես կանոն նրանք ծանոթ են լինում։ 2008 թվականից մինչ օրս բացահայտված դեպքերը 8-ն են 11 զոհով, 12-ից 17 տարեկան 6 աղջիկ եւ 5 տղա։ Նրանց մեջ ըստ փորձագետների կան եւ սեռական բռնության ենթարկվածներ եւ պարտադրված մուրացիկներ։ Հաճ փող եմ ուսում։ Էպիլեպսիայով տառապող 10-ամյա այս աղջնակը քրոջ ու եղբոր հետ մորաքրոջ պարտադրանքով է ամեն օր փողոցում հացի փող խնդրել։ Պատմում են, թե ծեծելով կամ ծեծով վախեցնելով է ալկոհոլիկ քեռին ուղարկել փող մուրալու, հետո փողը կոպեկ վերցրելու։ Մամասը չէր թողում։ Ասում եմ երախոս տպի, որ գնա հավաքի, մամաս էլ էր ծեծում։ Առավոտ գալցել ասում ենք նացիկ փող հավաքեք, մենք գնում ենք ներքինները ուզում ենք։ Ինչքան էր հավաքվում ընդհանուր։ 10,000 ես 5000 ինքը, 3 Այսօրի դեպ երեխաների համաշխարհային օրն է։ Հայաստանում երեխաների թրաֆիքինգի դեպքերի գերակշիռ մասը ըստ վիճակագրության հատուկ դպրոցների երեխաներին է վերաբերում։ Զոհ են դառնում հիմնականում խոցելի խմբերի երեխաները։ Ծիրանուշ Մուրադյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին լրատվական։ Մեր երկրում ժողովրդագրական պատկերն ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի այնքան էլ հուսադրող չէ։ Թե բնականաչը վերջին 20 տարիների կտրվածքով դրական է, այնուամենայնիվ ժողովրդագրության վրա բացասաբար ազդող առանձին բնութագրիչների, ծնունդների, մահացության, ամուսնության, ամուսնալուծության վերջին 2 տարվա գործակիցներն ըստ Վանիկ Բաբաջանյանի չի կարելի համարել բավարար։ Ըստ մասնագետների Հայաստանում ժողովրդագրական վատ վիճակի պատճառները սոցիալական են։ Հայաստանում միջին տարիքը մոտենում է 50-ին, ինչը ըստ մասնագետների տագնապալի է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին խոստանում է խրախուսել աճող ընտանիքներին ու ներկայացնում արդեն իսկ գործող ծրագրերը։ 2014 թվականի հունվարի 1-ից սկսած ընտանիքներում ծնված յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի համար կտրամադրվի միանվագ 1 միլիոն, 5-ից բարձր եւ հաջորդ երեխայի դեպքում 1.5 միլիոն դրամ։ Ամփոփվել են անտառային տնտեսության վերականգնման եւ անտառապատման ծրագրի արդյունքները, այն նորագույն տեխնոլոգիաներով իրականացված առաջին անտառազարգացման ծրագիրն է։ ՄԱԿ-ը ֆինանսավորել է ծրագիրը $432,000-ով։ Հայաստանի գյուղնախարարությունն էլ ապահովել է ջրամատակարարումը, ոռոգման համակարգը, մասնագիտական խորհրդատվությունը, տնկարանային տնտեսության համար ժամանակակից սարքավորումները, սարսարան լաբորատորիա, տեխնիկա եւ տրակտորներ։ Միջազգային մի շարք կազմակերպություններ համաձայնել են զարգացնել այս տնկարանային տնտեսությունը եւ հետագայում հիմնել նորերը։ Ջերմոցային տնտեսության առաջին արդյունքը կստացվի մայիսին, աշխատանքները կսկսվեն մարտից։ Փակ համակարգով տարվա ընթացքում տնկիներ կաճեցվեն 2 անգամ։ Ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել անտառապատման աշխատանքների որակը։ Մենք հիմնականում աճեցնելու ենք անտառային ծառատեսակներ սկզբնական շրջանում, այսինքն անտառ տնկելու համար, բայց հետագայում նաև այդ տնկարանում նաև հատվածներ են լինելու, որոնք կլինեն նաև դեկորատիվ, որ տնկարանը ինքը, ոնց ասած, բիզնեսում ինքը հաջողակ դառնա եւ իրացնի եւ ինքնաբավ լինի։ Իմ մասնակցությունն այս համաժողովին հիմնականում տեխնիկական աջակցության նպատակով է։ Մենք օգնել ենք Հայաստանի կառավարությանը վերջնական ավարտին հասցնել
տնկարանի շինարարության աշխատանքը։ Անտառների նորացումը բավական կարևոր աշխատանք է եւ Հայաստանն ունի անտառները երիտասարդացնելու կարիքը։ Տավուշի մարզի Բերթավան գյուղում Վիվասել ՄՏՍ-ը բացել է երիտասարդական ակումբի նոր վերանորոգված սենյակ։ SOS մշակույթ ծրագրի շրջանակում միաժամանակ տեղի ունեցել դասավանդողների ուսուցում եւ ստեղծվել է ծրագրի վերահսկիչ մարմինը։ SOS մշակույթ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որի գլխավոր գործընկերն էլ հենց Վիվասել ՄՏՍ-ն է։ Ծրագրի հիմքում Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում բնակվող տարբեր ազգային ու էթնիկ խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ներգրավվածությունն է։ Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրություններին ու դրանց պահպանման միջոցառումներին, որոնք ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողներ։ Եվ վերջում եւս մեկ անգամ հիշեցնենք օրվա ամենացավալ իրադարձության մասին։ 55 տարեկանում կյանքից հեռացավ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանը։ Առաջին լրատվականն իր խորին ցավակցությունն է հայտնում երգչուհու հարազատներին ու բարեկամներին, իսկ հեռուստադիտողներին ներկայացնում մի պատառիկ մեծանուն երգչուհու անզուգական կատարումներից։ Այսքանը, մնացեք խաղաղությամբ։